Ուզում եմ անդրադառնալ երեք անկյունակարային վտանգավոր հայտարարությունների, որոնք վերաբերվում են հայկական սփյուռքին։ Նախ այս ամբիոնից իմ լավ ընկերներ Արամ Համբարյանին, Մուրադ Փափազյանին, Գասպար Կարապետյանին ներողություն եմ խնդրում։ Ընկերներ, վստահ եմ, որ Արամը Համբարյան էլի ոնց եղել է կոնգրեսի պետդեպարտամենտի դռները բացելու է, բոլորը նրա կարծիքը հարցնելու են ու մեկը չի ասելու։ Գիտեք, Հայաստանի պարլամենտում Արման Եղոյանն ասեց մանդատը ուր է։ Մանդատ աշխատանքով են ձեռք բերում եւ ամերիկահայության աջակցությունը Հայդատի հանձնախմբին այդ մանդատն է։ Մուրադ Փափազյանը շարունակելու է, օրինակ մյուս տարի փետրվարին ամենամյա հայկական համայնքի Ֆրանսիայի նախագահի հետ ընթրիք է։ Մակրոնը չի գալու ասի Պարոն Փափազյան, մանդատը ուր է, ինչով է մանդատով։ Թեև ասեմ դες, Մուրադը Փափազյան համաֆրանսիական հայության քվեարկության արդյունքում է, որ հասարակական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահն է։ Գասպար Կարապետյանը շարունակելու է չարքաշ աշխատանքը։ Այ օրինակ, երբ որ Գասպար Կարապետյանը նախաձեռնում է 22 թվականի նոյեմբերին Եվրախորհրդարանի փոխնախագահ Ֆաբրիո Մոսիվա Կաստալդոին եւ Եվրոպարլամենտի падգամավորների կազմակերպեց ուղարկեց Հայաստան, Արման Եղոյան հպարտությամբ ընդունում է, Եվրախորհրդարանի փոխնախագահը չէր ասում, պարոն Կարապետյան, մանդատ ունես, որ հիմա մեզ կազմակերպում ես, որ գնանք Հայաստան։ Գիտեք, իմ գործընկերները ինձ շատ հաճախ մեղադրում են, ասում են պատմական փաստեր ես բերում, հերիք, բայց ասեմ ձեզ, իմ քաղաքական հայացքները, իմ աշխարհայացքը ամեն ինչը հիմնված է պատմության դեպքերի վրա եւ չեմ պատկանում են մարդկանց, ինչպես բոլոր դաշնակցականները, որ ենթադրենք մի օր շեֆն ասի պետքա Արցախ բառը չօգտագործես, մենակ Ղարաբաղ, հանգարտ Լեռնային Ղարաբաղ էլ չասես, բոլորը միաբերան ասեն։ Մի օր ասեն անկախության հռչակագիրը գովա, մի օր ասեն կոնֆլիկտատինա, բոլորը միաբերան ասեն։ 2006 թվականի աշունն էր падգամավոր էի Ստամբուլում մամլո մեծ համաժողով էր։ Աշխարհի խոշորագույն համաժողովներից մեկն էր։ Առաջին անգամ հայտնում եմ Ստամբուլում, բայց հասկանում եմ, որ ուղղակի մասնակցությունը նորմալ չէ։ Եվ առիթ եղավ Էրդողանի աչքերին նայելով խոսեցի հայոց ցեղասպանությունից։ Մանրամասն թուրքական բոլոր կայանները ուղիղ եթեր էին տալիս։ Իր առաջին արձագանքը գիտեք ինձ ինչ եղավ։ Դու սփյուռքի ազդեցության տակ ես։ Ու իրականում այս տարիների ընթացքում Թուրքիայի խոսույթի մեջ ամենամեծ հակառակորդը տեսել է սփյուռքը, որովհետև գիտակցել են հզորությունը, որ ունի հայկական սփյուռքը եւ սփյուռքի կառուցված մասերը։ Խոսում է Մուրադ Փափազյանի մանդատի։ Նայեք, Տրթատը կարող է հիշի, թուրքագետը։ 90-ականներին Թուրքիայում մեծ սկանդալ եղավ, հետաքննություն եղավ, մի մեծ թղթածրար մշակվեց վարչապետի համար, այդ օրվա Յիլմազի համար, որը նաև հետո հրատարակվեց։ Մի բաժին կա Թուրքիայի գաղտնի ծառայությունների, Եվրոպայի Թուրքիայի մաֆիայի պարագլուխ Աբդուլլա Չատլի համագործակցությունը ընդդեմ հայկական թիրախների 80-ականներ, երբ որ մահափորձեր են արել, այդ Մուրադ Փափազյանի հոր մեքենայի տակ 85 թվականի մայիսի 1-ին ռումբ են դրել, ֆրանսիական անվտանգության մարմինները կասեցրել են, գնդակոծվել են դաշնակցության գրասենյակներ, հուշարձաններ, ու այսքանից հետո Էրդողանը հանգիստ ոտին գցած արդեն նստելու է, ինքը հանգիստ էր, սփյուռքի մասին կարա չխոսի, Հայաստանի ազգային ժողովում խոսում է։ Իրականում տասնամյակներով հայ ժողովրդի ուժականության աղբյուրը եղել է եռամիասնությունը, Հայաստան, Արցախ, Սփյուռք։ Արցախի գլուխը կերան եւ տևական ժամանակ է փորձում են սփյուռքին կտրել հայրենիքից, փորձում են սփյուռքին նսեմացնել, փորձում են սփյուռքին պառակտել, որը ինքնին հայկական ուժականության պառակտումն է։